ես մեզ հետ պարել, դառնալ օքի դեստուդիոյի մի մասնիկը ու նկարահանվել օքիում, ապա հենց հիմա զանգահարիր այս հեռախոսահամարով, ընդունվիր օքի դեստուդիո, իսկ մենք քեզ այստեղ կսպասենք շատ անհամբեր։ Այս նամակը քո մոտ ինչ գործ ունի, Գոռ։ Ես ինչա չգիտեմ։ Այս այնա ինչին ես առավոտից սպասում եմ։ Ինչի ես վերցրել ու չես ասել։ Չէ, բայց ես ոչ մի բան չեմ վերցրել։ Չգիտեմ որտեղից է հայտնվել պայուսակիս մեջ։ Երեխեք կարող է ձեզնից ինչ-որ մեկը դրել է։ Չէ։ Վայ, էս այդ նամակն է։ Ընկեր Գոռը ասեց, որ Արաքիչի է սպասում, որ շատ կարևոր փաստաթուղթ պետք է բերի, ուշադիր լինենք։ Արաքիչը բերեց, ասեց փոխանցեմ մեր ուսուցչին։ Ես էլ առանց նայելու մտածեցի, ընկեր Գոռինն դրեցի իր պայուսակի մեջ։ Նորմալ է առանց զգուշացնելու ուրիշի պայուսակի մեջ մտնելը։ Դե ձայն տվեցի, բայց մարդ չկար։ Ճիշտ է ասում, Գոռ։ Հա, սպասում էի նամակին։ Զանգել ասել էին, որ վաղը պետքա բերեն։ Լավ, կարևորը բացահայտվեց ամեն ինչ։ Կներես խանգարեցի քո դասը, մենք գնանք։ Բայց դու ինչ անուշադիր աղջիկ դուրս եկար։ Հա, գիտեմ, ընկեր Սոնա։ Հիմա չեք հասցնի ուղարկեք պատասխանը։ Երևի կհասցնեմ, բայց վաղ արի մի հատ խոսենք։ Գնաց ես երեխեք պակա։ Պակա, ընկեր Սոնա։ Ստեսություն ձեզ, ստեսություն։ Այ։ Կյանքս ես ոնց որ արդեն վազում ես, հա։ Լավ էլի գրի։ Հələ տուր ես, հələ տուր։ Ոյ մի։ Վայ, այն մեկը վերցնենք, այս մեկն էլ կանաս արդեն, նա ինչ լավ է, հələ վազի, չէ։ Լավ, կյանքս դե նստի ավտոն, լավ, всё, սպասի բացա։ Արի լավ, արի։ Վայ երեխեք, էս ինչ ահավոր պահ էր։ Ինձ էլ թվաց ընկեր Գոռը գողա։ Արդեն ուզում էի կրեմները սպահեի։ Մոնա, քո կրեմները ընկեր Գոռի ինչին են պետք։ Ստելա, դու չգիտես, որ ձիգողացողը ձու էլ կգողանա։ Ինձ էլ թվաց գոնե մի անգամ ճիշտ ես օգտագործում այդ ասացվածքներդ։ Ինչ որ տարօրինակ բան չեք նկատում։ Հա, այն երեքը չկան։ Դե հա, որովհետև գիտեին 1 ժամ ուշ ենք դուրս գալու, տեղյակ չէին, բայց լավ է, այն Միկան թող չգա։ Ինչ վեղ կա այդ տղեն քո ձեռը։ Առաջ ընկնի։ Արի ասենք օքի, 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 դու, ես, ու մի քանի հոգի, օքի, 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 մեր հետ ասա օքի։ Օքի, դու ես ու մի քանի հոգի, օքի, օքի, մեր հետ ասա, օքի։ Մեր հետ ասա, օքի։ Ոտդ շատ է չէ ցավում։ Ասեցի էլի գոնե մի օր մնա տանը։ Մի օր մնացի, տեսանք ինչ եղավ։ Հա ինչ, հիմա դրա պատճառով պետք է քեզ կոտորես, հա։ Գրիգ ինձ արագ ոտքի կանգնել է պետք։ Եթե տանը մնայի, չէի լավանալու հաստատ։ Խառն ես շատ, Սոն։ Գրիգ ստուդիայում տարօրինակ բաներ ա կատարվում։ Նախորդ տարվա դեպքերն են ինձ հիշացնում։ Էլի բան ա եղել։ Դե, այսօր ինձ պետք է առաքում բերեին,
ու այդ առականին չգիտես ոնց հայտնվել էր գորի պայուսակի մեջ։ Հետո Ստելան ասաց, որ ինքն է դրել, բայց ես չեմ հավատում։ Ինչ առաքանի։ Հետ կարևոր չի ինչ առականի, կարևորը որ այդ առականին ոնց էր հայտնվել գորի պայուսակի մեջ։ Սոն իմ արև թե ասածներից հետ մի բան հասկանում եմ։ Հիմա մարդա չի կարան շփոթվի։ Ստելան էլ մի կասկածի, այդ աղջիկը հաստատ իր սխալը հասկացել է։ Ուղղակի դու չես կարող մոռանաս։ Գրիկ դու չես հասկանում։ Okay. So high, I'm hypnotized. What's up is down, what's left is right. Ստելա։ Մի րոպե սպասիչ։ Հա, ընկեր Գոր։ Բարև։ Բարև ձեզ։ Երեկվա մասին էի ուզում խոսեինք։ Ինչի տենց բան ասեցիր Սոնայի մոտ։ Ես ոչ մի առաքման հետ կապված քեզ ոչ մի բան չեմ ասել։ Ուղղակի գիտեի, որ դուք ոչ մի կապ չունեք դրա հետ։ Չէի ուզում ձեր մասին սխալ կարծիք կազմեին։ Այս իրոք կապ չունեի, բայց կարիք չկար ինչ-որ բան խաբելու, որովհետև ես պատճառ չունեի այդ նամակը վերցնելու։ Ես չի ուզում, որ ձեր մասին սխալ կարծիքներ պտտվեին։ Այսպես հաստատ ավելի ճիշտ էր։ Ես չգիտեմ այդ նամակը ով ա գցել ձեր պայուսակի մեջ, բայց զգուշ եղեք։ Լավ, շնորհակալ եմ ամեն դեպքում։ Բարի լույս։ Բարև։ Տեսա, ընկեր Գորի հետ կանգնած խոսում էիք։ Ու Ես երեք մի անգամից հասկացա, որ այն ինչ որ դու ասեցիր, ուղղակի հորինել էիր։ Կբացատրես ինչի։ ես չպետք է քեզ ամեն իմ քայլի համար բացատրություն տամ։ Ու ինչից էիր հասկացել, որ հորինել եմ։ Որովհետև գիտես, թե իրականում այդ նամակը ով ա դրել ընկեր Գորի պայուսակի մեջ։ Ստելա, դու արդեն չափն անցնում ես։ Հիմա այս ստուդիայում ինչ կատարվի, պետք է ինձ մեղադրես։ Իսկ չես մտածում, որ այդ նույն հաջողությամբ կարող է Գորի իրոք վատ մարդ է։ Ինձ թվում է ոչ մեկս իրան այդքան լավ չենք ճանաչում։ Ես չեմ հավատում, որ ընկեր Գորը մեղավոր է։ Դա պարզ երևում էր։ Ժամանակին Մանեն նույն ձև էր մեզ նայում։ Մանեն ով է։ Դու լավ գիտես։ Վստահ եմ։ Ես չգիտեմ ով ոնց, բայց դու տենց անվերապահորեն բոլորին մի վստահի։ Որովհետև եթե պարզվի Գորը իրոք վատ մարդ է, դրանից դու էլ ես տուժելու, որ պաշտպանել ես իրան։ Ու անկախ նրանից, որ դու ինձ ահավոր վիրավորում ես, ես քո մասին եմ մտածում։ Ժամը քանիսից է ստեղ Ստյոպիկ։ Սաղես։ Ստյոպիկ։ Ո՞վ է ինչ ազատ ես կսպանեմ դե։ Ազատը չի մենք ենք արա։ Շաքարս ջուր դարձավ։ Թողեք մարդ մի հինգրապ է աշկպցի։ Կանգնած այդ դեգեներատ։ Ժամը քանիսից է ստեղ։ Տենց լուսադեմ 5-ից։ Չի համար արա պոստ էիր պահում։ Չէ որ ազատիկը տեղս չգրավի։ Ինձնից շուտ հասնի ստուդիա։ Դե լրիվ հաբրգել է։ Արեսի ազատի հողի վրա այդ հալվա կիսաբաց լուսամուտներ։ Ստյոպիկ լլսի կողավ տեսած լինես Լիզան եկել է թե չէ։ Թե ջեմնակ աչքդ կպցրե երազիդ մեջ ազատի հետ ազին էիք մտել։ Զախտեր անունը մոտս չտաս։ Ես դրան բացի ստուդիայից համել իմ երազներ էլ չեմ թողնում։ Հետո էլ զանգի այ քեզի բան։ Դարել եմ սաղիդ պակը։ Որ պատասխանի կզանգեմ, երեկվանից զանգերից չի պատասխանում։ Կարող է երեխուս նեղացրել ես երեք։ Գիտես ես քեզ ինչ կանեմ, կսպանեմ ես։ Անկստացի արա թող խոսա երեխեն։ Ինչ է եղել։ Իրականում ես էլ չգիտեմ։ Երեք մտա ստուդիա, Սոնա երեխեքից մեկը անցավ, տենց խոսքի մեջ ասացի, ինչ սիրուն են Սոնայի ստուդիայի բոլոր աղջիկները, նեղացավ։ Ազի։
Տոնա որ եղოს, մաղարիչով էլ։ Բայց ինչը։ Բայց դու ինչ անֆայմ տղա դուրս եկար Միկա։ Չես հասկանում, որ ինքը քեզ խանդել է, դրա համար է տենց արել։ Չէ դե, ես ինչ եմ արել որ ինձ խանդի։ Պիտի խոսամ հետ ինձ թվում է։ Բարև Ստյոպիկ ու Կռլե։ Բարև կոծիկներ։ Երեք ուր եք։ Կոծիկ։ Հա, Կռլե։ Ինչի։ Լսի ոչ մի րոպե էլի։ Քո անունը Կռլե Միցևի Լեյմա։ Հա, էլի լեյմա, բայց լեյմը ինչ է։ Կայ շվոցով չայնիկ։ Լեյմ նշանակում է անկապ, անկապոտ։ Ոնց որ սրա Արորյան։ Ինչ։ Քեզ կլինի Կռլե փոխարեն ասեմ Կարլոս։ Տենց ավելի իսպանական վայբ ունի ու հոմել քյութո։ Վերա ջան, դու ոնց ես կհասնում ես։ Ինչ եք խնդում արա։ Կարլոսը կրկոտ իսպանացի ընկերս։ Կարող եմ թե բուլերիան մտնես։ Բուլերիա։ Տանը Տոկերտի կրկոտ իսպանացի այն բույնի օրեսի։ Լիզա զանգերից ինչի՞ չես պատասխանում։ Ուղակի։ Ուղակի։ Ինչ որ բացատրություն չկա։ Չէ։ Արիմոնը։ Սովորի Միկա ջան, աղջիկների արտահայտությունները երբ որ իրանք նեղացած են։ Լավ, օք, ես իմ Գնա դու ինքդ էլ քո սխալի մասին մտածի։ Ես չեմ նեղացել ընդհանրապես։ Ինչի մասին է խոսքը։ Կամ էլ են ամենահներից։ This is not dope։ Արա դե դու իսկականից էլ զզվացի էլի մի հատ հանգստացի։ Կարող է վաղներ բանտիկներով սպարծիվկով գաս։ Չի որ։ Մտեք։ Բարև ձեզ ինտերեսանտ։ Ճիշտ ասած, ադմինիստրատորը տեղում չէր, ընդունելության այս թղթերն եմ վերել, չգիտեի ում մոտ թողնեի։ Հա, Դավիթ ջան, դիր այստեղ։ Մերսի։ Դավիթ ջան, ընկեր գորը որ գա, ասա թող մտնի ինձ մոտ, լավ։ Ընկեր գորը ստուդիայում է, նոր եմ տեսել։ Ստելայի հետ կանգնած ինչ-որ բան եմ խոսում։ Լավ, ասա թող գա։ Լիզ մի աճր կտաս։ Չկա։ Լրիվանի մաս այդ տղուն կոպտեց։ Ինչի՞։ Լավ արեց, իրան հասնում է։ Ես էլ երտեղը լինեի, ես է կանեի։ Ինչ լավ է, որ դու իր տեղը չես։ Դու ընդհանրապես սուս մնա, հա։ Այս Կռլեին գիտեք ինչ է ասում։ Ասում է. «Կարամ քեզ Կարլոս ասեմ»։ Հա ինչ, քյութ չի։ Հա, ու վերջում էլ ասում է. «Հա ինչ, շատ քյութ է»։ Մոնա, դու ինչ ես բոլորի այդ մոտիկությունը անում։ Վայ երեխեք, իրանք մեր բեսթիներն են արդեն։ Ստուդիայի բակը առանց իրան չեմ պատկերացնում։ Այդ Կռլեն քեզ բան է ասել։ Հա, ասել է։ Ասեց. Հա, մեռնեմ սրտիդ։ Դու ինձ ոնց ուզես կարաս դիմես։ Վայ Կռլեն վերջն է, օրը մեկին սիրահարվում է։ Հա, իր մոտ օրացույցով է, եւ այսօր Մոնայի օրն է։ Վայ գիշեք երեխեք։
Այս ձեզ մոտ break-ա, որ կանգնած խոսում եք։ Չէ, ուղղակի Ոչ մի ուղղակի։ Դուք ստեղ եկել եք սովորելու համար, ոչ թե իրար հետ զրուցելու ու ժամանակ սպանելու։ Ընկեր Գասպարյան։ Ինձ թված մաթեմատիկայի ուսուցչուհու հոգին ա մտել ձեր մեջ։ Մեկ էլ ինքն ա տենց ջղային նախատեսություններ ասում։ Օրվա վերջում գալու եմ ձեր պարելը նայեմ։ Ոնց հասկանում եմ ջունիորների պես ձեզ էլ պետք է հետևեմ, որ ամեն ինչ լինի կանոնակարգված ու ճիշտ, որ ոչ մի ավելորդ խոսակցություն չլինի։ Այսինքն կերսոնային ինչ ա եղել, ոնց որ ուրիշ մարդ լիներ։ Երեխեք, ստուդիայում ինչ-որ բան ա կատարվել, որ տեղյակ չենք։ Ավելի լավ է եկեք փորձ անենք երեխեք։ Ոնց հասկանում եմ ինչ-որ բան ա փոխվել ստուդիայում։ Հիմա ես այս ծաղիկը ոնց տանեմ ներս, որ Սոնան չտա գլխիս հանի դուրս։ Դաժան ապեր։ Ուրեմն պետք է սպասես դուրս գտաս։ Էնա, էն էլ փրկությանդ փարոսները։ Ոերում սիրուն ջունիորներն են։ Չէ, Ստյոպիկ։ Ինչի՞ չէ, այ բալա։ Քո համար ոչ մի բան չենք անելու։ Երեխեք, բայց իմ համար է։ Առավել եւս։ Ես հեսա մեծավարիկ խոսամ այդ նրա։ Էդու բաբով օկիդեյդ, էդու բաբով ջունիորներն, ես ուտեմ դες։ Կռլե մեծ տղա է ամոթը։ Երեխեք, խնդրում եմ, էլի։ Այս ծաղիկը տվեք Լիզային, խոս տանում եմ, ինչ ուզեք կանեմ ձեր համար։ Այս ուրիշ բան։ Դու գործից բան հասկանում ես։ Կտանենք, բայց կմտածենք կասենք, թե ինչ ենք ուզում, որ անես։ Պայմանավորվեցինք։ Ես ձեր ցավը տանեմ, բայց մի նայ է որ երեխեք են։ Սա նայից բան են բերելու գլխից, որ ավելի լավ է Սոնան ստուդիայից քեզ դուրս շպրտեր։ Տեսնենք։ Սոնջա, եկա քո աշխատասենյակ տեղում չէիր։ Հա, երևի զբաղված ես։ Կես ժամ առաջ էի քեզ սպասում։ Չէ, ուղղակի իմ պարապմունքի ժամը չի դեռ, գործեր ունեի դուրս եկա։ Պարզ է։ Հիմա գամ։ Չէ, պետք չի։ Սոնջա, եթե երեկվա դեպքի համար ես սենց խոսում հետս, ես քեզ անկեղծ ասում եմ էլի, ես կապ չունեի դրա հետ։ Իսկ ոնց եմ խոսում։ Բզեզներ, ես արդեն եկել եք։ Էս ինչ սիրուն ծաղիկներ ա։ Մի կանա տվե, որ Լիզային տանք։ Իսկ դուք ինչի եք Միկայի տված ծաղիկները ստուդիա բերում։ Դե ուղղակի Չէ, ես չեմ ջղայնանում ձեր վրա։ Ուղղակի որ ձեզ տենց բաներ են խնդրում, մյուս անգամ կգաք ինձ կասեք սկզբում, լավ։ Եղավ ընկեր Սոնա։ Ապրեք, դե ծաղիկները տուր ինձ։ Այս ծաղիկները վերցնում ես, խմբիդ հավաքում ես ու գնում եք ստեղից։ Սոնջան, բայց ինչ ես զույգ ծաղիկներին իրարից բաժանում։ Երեխեքին թողեիր, թող տային էլի ծաղիկները։ Քեզ ով խոսացրեց։ Այսքան ժամանակ դու իմ ասածները լուրջ չես ընդունել, բայց եթե մի անգամ էլ քեզ այս երկուսի հետ ստուդիայի բակում տեսել եմ, այսինքն չեմ խոսալու քո հետ։ Հա, բայց ինչի՞ տես կոպիտ, որ Սոնա Եսայել ջան, քուրս Դանզա սենյորիտա։ Դուք ձեզ ընդհանրապես հարց տվել եք, որն է ձեր կյանքի նպատակը։ Գալ առավոտի ծիրիկուն օքի պատերի տակ կանգնել, է։ Այդ ես չէ, որ ձեզ պիտի այդքան բանը բացատրեմ։ Մենք քեզ հասկացանք, Սոնա ջան։ Շատ խիստ կասկածում եմ։ I can hear the demons call when they do what they do. And now I feel like taking off, find a place with a view. The pain is never gonna stop if it's controlling you. I know that time can heal it all, I just gotta get through. I just gotta get through, I just gotta get through. Cause I feel like taking off, find a place with a view. The pain is never gonna stop if it's controlling you. I know that time can heal it all, I just gotta get through. Sometimes I feel
like all is lost, but I know it's not true. I wanna put up all my walls cause I'm not in the mood, but then I cut myself off from the rest of the room. I know that time can heal it all if you're patient and soon it can all be worth it, all the searching. Pain is never really permanent, but damn it hurts, man. I could feel all of the turbulence and it's concerning. I've been searching for a purpose, I hope it's worth it. This society is really trying me. Ain't no hide and seek, I hide to be far from anxiety. I need my space, I need my privacy, I need some silence. Երեխեք, սենց չեն կարա թողենք։ Իհարկե չեն կարա թողենք։ Ոնց կարանք դա Վինչի սուշի վասաբի կոսեթը սենց թողնենք։ Պիտի ուտենք։ Լիզա, ես իրավիճակը նկատի ունեմ։ Երեխեք, եկեք գնանք ընկերսոնայի հետ խոսանք։ Ինչ խոսանք, երևի տրամադրություն չունի։ Հա, ավելի լավ ատոմ գնանք։ Տխրեցի բայց։ Ընկերսոնային սենց դեռ երբեք չէի տեսել։ Բոլորս էլ մարդ ենք։ Մի օր կարանք տրամ չունենանք, հանգստացեք։ Լիզա, այս քո համար չէր։ Հա ոնց հասկացա, Ամերիկա է ուզում գնա։ Այսինքն ստուդիան փակվելու է։ Երևի էլի։ Ինչ ստուդիայի մասին է խոսքը։ Okay։ Հա, երևի նկատի ունի, գիշերը փակում ենք գնում ենք տուն, էլի։ Չէ դե ընկերսոնան ոնց որ ուզում է Ամերիկայում շարունակի իր գործունեությունը։ Չէ, դուք հաստատ մի բան խառնում եք։ Իսկ եթե ճիշտ են հասկացել, Ուրեմն այսօր ընկերսոնը մեզ դրաներ նախապատրաստում։ Ես կցնդեմ հեսա։ Չի կարա մեր ստուդիան փակվի։ Ես չեմ կարա առանց ստուդիա, առանց ձեզ, առանց քեզ։ Մոնա։ Pull yourself together։ Աղջիկներ, առանց պանիկայի։ Եթե տենց բան լիներ, ընկերսոնան հաստատ մեզ կասեր։ Դե երևի չի ուզում ասի, որ չնեղվենք։ Փորձում են հենց անի, որ իրանից նեղանանք ու ծանր չտանենք ստուդիայի փակման լուրը։ Բայց շատ անարդար է ձեր հանդեպ։ Դավջան, շատ անարդարա, նենց անարդարա, ոնց որ J-Lo-ի մենահամերգը, ով փող ուներ, նկարվեց հետը, խոսաց։ Ով էլ չէ, մնացինք նենց Photoshop-ի հույսին։ Չնայած ես նկարներ ունեմ։ դե ուրեմն մենք վաղվանից չենք գա ստուդիա։ Գժվել եք։ Հա, ճիշտ է։ Ընկերսոնան մեզ կկարոտի։ Կհասկանա, որ առանց մեզ չի կարա, ու էլ մեզ տեղ առանց իրա չի թողնի։ Լավ, եկեք գնանք տներով։ Հետո կխոսանք։ Բարի գիշեր ձեզ։ Բարի գիշեր։ Երեխեք, հեսա նկարը գտել եմ։ Նայեք։ Նայ։ Այս փաստորեն ասածներս տեղ է հասել։ Լիպջան պրիվետ։ Բարև ձեզ։ Այս ոչ մեկ չի եկել։ Դեռ ոչ։ Այս փաստորեն նեղացել են, հա, ինձանից։ Ժամանակը բաժանորդապես անհասանելի է։ Բաժանորդը անջատել է հեռախոսը, կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս։ The subscriber Արի ասենք օքի, օքի, օքի,
սիրելիներս, վերջապես օքին վերադարձավ։ Չեք պատկերացնի ինչքան ուրախ եմ ես ու ինչքան ուրախ է մեր թիմը, որ սկսել ենք օքի երկրորդ եթերաշրջանը։ Ես գիտեմ, այսօր ձեզ շատ ենք ուրախացրել։ Իսկ դուք մեզ ուրախացնելու համար ընդհանրապես պետք է անեք 3 բան։ Առաջինը, լայքեք այս վիդեոն, թող տարածվի, թող բոլորն իմանան, որ սկսել ենք օքի երկրորդ եթերաշրջանը։ 2. Բաժանորդագրվեք իմ YouTube-ի ալիքին, որպեսզի հետագայում բաց չթողնեք օքի 2-ի սերիաները, սեղմեք զանգակի վրա։ Եվ 3. Մեկնաբանության բաժնում գրեք ում հետ էիք նայում օքի, ինչ էիք անում մեզ նայելուց, գրեք անպայման նոր կերպարներից ում ամենաշատը հավանեցիք ու ում եք ամենաշատը սիրում օքի։ Կոմենտները թող այնքան շատ լինի, որ մենք մտածենք օքի երրորդ եթերաշրջանի մասին։ Այնքան կոմենտ գրեք, որ ուրիշ հնարավորություն չլինի, որ ունենանք օքի երրորդ եթերաշրջան։